Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր տեղի ունեցավ Զելենսկո այցով Եվրոսամիտը Հայաստանում առաջին ժողովը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Նիկոլի PR-ի, Նիկոլ գովազդելու, Նիկոլի սատկած ռեյտինգը վեր հանելու Եվրոպայի իմիտացիա։ Անգամ Ալիևը, որ պտի այցելեր Հայաստան, հեռակա կապով Նիկոլին մաղթեց հաղթանակ և միահամուռ կերպով աշխարհի բոլոր ճղճիմ չկայացած կերպարները հավաքելով մի տեղում, դրուժնենկը ռուսի ասած միահամուռ ուժերով փորձում են ռեինկարնացիայի ենթարկել Քեմալական պայմանագրի և Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիակի կերպարը։ Ժողովուրդ ջան, փողոցներում գնալ և դահիճին, փողոցում դուրս գալ և դահիճին ասել, որ մենք զոհ ենք, իսկ դու պարտավոր ես մեզ խնայել, արդյունք չի տալու։ Եվրոպան Հայաստանի հայկական պետության, հայկական պետականության առաջին դահիճն է։ Դա ապացուցեց մեր պատմությունը, դա ապացուցեց Եվրոպան իր լռությամբ և հիմա գնալ եվրոպացիների դեմը, գնալ և Ադրբեջանին ֆոսֆորական զենք նվիրած Զելենսկուն ասել, որ ոնց են ասում, մենք պահանջում ենք քեզանից արդարություն, դա առնվազն ծիծաղելի է։ Անիմաստ էր այսօրվա այնտեղ գնալը, թող ներեն ինձ բոլոր իմ հայրենակիցները, անիմաստ էր այս ամեն ինչը, չնայած գնալ պետք էր երևի ինչ-որ ձևով ասել մեր անհամաձայնությունը, որ մեր ազգում դեռևս կան հայեր ու այդ հայերը դեմ են Եվրոպայի այս կրկեսին։ Բայց վերջին հաշվով սա մեզ ոչինչ չի տալու, չերել անհնարին էր, որ ինչ-որ բան տար, քանի որ Եվրոպան ինքն է հեղինակը հայկական սպանդի, Արցախի հայաթափման, եկեք չմոռանանք, որ բոլորը շնորհավորում էին Ադրբեջանին, եկեք չմոռանանք, որ Ադրբեջանի, այսինքն թուրքիզմ է քարոզում ինքը Նիկոլը, և այս Եվրոշոուն ոչ այլ ինչ էր, եթե ոչ պարզապես Նիկոլի PR կազմակերպելը և որոշ տհաս ընտրողներից Նիկոլի համար ձայն պոկելը։ Եկեք պարզապես աչալուրջ լինենք, եկեք պարզապես բոլորս միասին դուրս գանք փողոց ու Նիկոլին ասենք մաքրվի, եկեք կանգ չառնենք ոչ մի միջոցի առջև, որպեսզի թուրքիզմը, որպեսզի նիկոլիզմը ու քեմալական պոռնիկները վերջնականապես մաքրվեն իրենցից կաղտոտած հայոց հաղթողների գահից։ Ամոթ է պարզապես, հայեր, ամոթ է, այլևս այս կրկեսից հետո Նիկոլին հանդուրժելը, ամոթ է, մեզ պատիվ չի բերում, ամոթ է դրանից հետո կոչվել հայ ու գնալ ընտրել Նիկոլին, ամոթ է թույլ տալ, որ դրանից հետո անպատիժ Նիկոլը ոչ միայն վերարտադրվի, այլև շարունակի իր այդ վաճառականի հոգեբանությամբ մեր երկիրը վաճառել, նվիրել թշնամուն, թուրքերին։ Եկեք պարզապես հասկանանք, որ թուրքը մարդ չի, թուրքը դա թուրքն է, թուրքը թշնամի է, իսկ Եվրոպան դա այլասերվածության սերմնացանն է, Եվրոպան դա այն մարդիկ են, ովքեր որ անգամ սեռի սրբություն չունեն, իսկ Զելենսկին ընդամենը նրանց ևս մեկ ծաղրածուն է, գործիքն է, որը որ իր այցով փորձում է մեզ հավասարեցնել Ուկրաինային, մենք Ուկրաինա չենք, մենք հայեր ենք, մեզ Ուկրայա չեն գտել, մեզ ուաբոչինը не нашли, ռուսի ասած, մեզ փողոցում չեն գտել, Ուկրաինա նշանակում է մի ծայրամասում, մենք ծայրամասա գավառ չենք, մենք հզոր ազգ ենք,
համաշխարհային գիտնականներով, համաշխարհային մշակույթի գործիչներով մենք աշխարհի աղնենք ու եկեք թույլ չտանք, որ ոման ծաղրած ու Զելենսկիներ կամ Ալիևներ հավասարեցնեն մեզ իրենց չկայացած ազգերին քոչվոր, սրանից նրանից ծագումնաբանությամբ մի կերպ խլած մշակույթով ու իրենց չկայացած կերպարով։ Հայեր ամոթ է, ժամանակն է ոտքի կանգնելու ու պետք չէ գնալ դահճից մուրալ արժանապատվություն կամ գնալ դահճից մուրալ հաղթանակ կամ գնալ դահճից մուրալ արդարադատություն։ Եվրոպան դա Հայաստանի կապիտուլյացիայի պլանավորողն է։ Եկեք վերջապես հասկանանք դա։